Շատ հաճախ ենք լսում, այսինչ երկրի բանակը ուժեղ է կամ թույլ է, այսինչ երկրի զինված ուժերը ուժեղ են, թույլ են, զարգանում են, առաջխաղացում ունեն, նահանջ ունեն եւ նմանպիսի ձևակերպումներ։ Իսկ արդյոք բանակ եւ զինված ուժեր հասկացությունները նույնական են։ Ողջույն։ Եթերում Բանակ-Ինֆո ռազմական մասնագիտացված կայքի եւ Point of Law փաստաբանական գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ռազմական բառարան հաղորդաշարի 6-րդ թողարկումն է։ Եվ այսօր խոսելու ենք երկու շատ կարևոր տերմինների մասին՝ բանակ եւ զինված ուժեր։ Գնացինք։ Այսօր խոսելու ենք բանակ եւ զինված ուժեր հասկացությունների ծագման, փոխակերպումների եւ կիրառությունների մասին։ Արդյոք նույնական են թե ոչ, կամ որ դեպքերում կարող են իրար փոխարինել, կամ գուցե նաև չեն կարող փոխարինել։ Բանակ եզրույթը կիրառվել է հայկական իրականության մեջ միջնադարից սկսված, մասնավորապես Սմբատ Սպարապետի կողմից գրված գրություններում առկա է բանակ եզրույթը, որը կազմավորվել է թագավորին ենթակա զորքերի կազմից։ Եվրոպական ռազմական տերմինաբանության մեջ, ի տարբերություն հայերենում բանակ եզրույթի, արմի կամ արմիա կամ այլ նմանպիսի տարբերակներով եզրույթը սկսել է օգտագործվել 16-ից 17-րդ դարերում։ Իսկ զինված ուժեր եզրույթը սկսել է օգտագործվել շատ ավելի ուշ, 20-րդ դարում, պայմանավորված պետական համակարգերի կայացմամբ եւ զարգացմամբ, ընդգծելու համար ոչ միայն հարվածային ուժի հզորությունը, այլ ամբողջ պետական համակարգի հզորությունը եւ մարտունակությունը։ Քանի որ պատերազմները ուղեկցում են մարդուն իր գոյության ամբողջ ընթացքում ամենատարբեր ձևաչափերով, ըստ այդմ նաև կարելի է ասել, որ ամենատարբեր կազմակերպական ձևերով բանակները հանդես են եկել անտիկ շրջանից մինչ օրս, բայց այն իմաստով, երբ որ բանակը ընկալվում էր մեկ ամբողջության մեջ, քանի որ ըստ էության պատերազմները ուղեկցել են մարդկության պատմության ամբողջ ընթացքում անտիկ շրջանից մինչև մեր օրեր, կարելի է ասել, որ ամենատարբեր ստատուսներով եւ կազմակերպական ձևերով բանակները գոյություն են ունեցել մարդու հետ ամբողջ իր գոյության ընթացքում։ Սկսված այն ժամանակահատվածից, երբ որ մարտնչում էր ոչ թե ամբողջ հոտը, ցեղը կամ ցեղային միությունը, այլ առանձնացված ստորաբաժանումները, ըստ էության կարող ենք ասել, որ գործ ունենք այսօրվա իմաստով բանակի նախնական տարբերակի հետ։ Եվ քանի որ այդ ժամանակահատվածում կարելի է ասել օգտագործել միայն գետինը, հողը եւ մարտերը ընթանում միայն գետնի վրա երկու բանակների առճակատման ձևով, նախնական իմաստով բանակ եզրույթը օգտագործելիս նկատի են ունեցել այսօրվա տերմինաբանությամբ ասած միայն ցամաքային ուժերը կամ հետևակային ուժերը։ Հետագայում իհարկե նաև այլ տեխնիկական միջոցներ, որոնք համալրեցին ցամաքային զորքերի կազմը։ Արմիա, զինված ուժեր եւ նմանպիսի եզրույթների առաջացման եւ կիրառման սկզբնական շրջանում նրանց նշանակություն եղել է այնպիսին, որ ընդգրկել է բանակ եզրույթը ցամաքային զորքեր այսօրվա տրամաբանությամբ եւ նրան հավելյալ ռազմածովային, ռազմաօդային, հակաօդային եւ մի շարք այլ ստորաբաժանումներ։ Բնականաբար բոլոր եզրույթները փոխել են իրենց բովանդակային ծանրաբեռնվածությունը, ձեռք բերելով եւ ավելացնելով տարբեր իմաստային նրբերանգներ։ Այս իմաստով այսօր կարող ենք սահմանել, որ ցանկացած բանակ մաս է կազմում զինված ուժերին, բայց զինված ուժերը միայն բանակները չեն։ Հիմա առավել մանրամասն անդրադառնանք հայկական իրականությանը։ Հայաստանի Հանրապետությունում զինված ուժեր հասկացությունը եւ ընդհանրապես երևույթը ամրագրված է սահմանադրությամբ։ Հայկական իրականության մեջ շատ հաճախ օգտագործելով զինված ուժեր եզրույթը քաղաքացիների մեծ մասը նկատի ունի բանակը։ Հայկական իրականության մեջ ելնելով մեր օրենսդրական կարգավորումներից ՀՀ զինված ուժերը իրենց կազմում կարող են ներառել ԱԱԾ, ոստիկանության, պաշտպանության նախարարության ուժերը, զորքերը, ընդ որում ոստիկանության զորքերի շտաբը նախկին տերմինաբանությամբ ասված ամբողջությամբ ըստ անհրաժեշտության պետք է անցնել եւ կարող էր անցնել զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության տակ։ Իրենց կազմում կարող են ինչպես ունենալ այլ զորքեր, այնպես էլ այսօրվա տերմինաբանությամբ աշխարհազոր։ Մասնավորապես, օրինակ քչերին է հայտնի այն երևույթը, որ նախկին արտակարգ իրավիճակների նախարարության կազմում գտնվող քաղաքապաշտպանության ուժերը կամ զորքերը, ինչպես է նրանց կոչենք, այնտեղ եւս օրենքի ուժով կարող են ձևավորվել զինված ստորաբաժանումներ, որոնք մասնակցում են քաղաքապաշտպանությանը եւ ընդհանուր առմամբ պետության պաշտպանությանը։ Այստեղ պետք է հստակ ընդգծել, որ ամբողջ պետության պաշտպանությունը կամ այլ բառով ասած պետական պաշտպանության համակարգը դա միայն զինված ուժերը չեն, առավել եւս միայն բանակը չէ։ Այն որ բանակները ցանկացած երկրում համարվում են
հիմնական հարվածային ուժը բռունցքը, ուժ կրող գործիքներն են, այնուամենայնիվ երբեք աշխարհի եւ ոչ մի երկրում եւ ոչ մի պատերազմում միայն բանակը առանց այլ զինված ստորաբաժանումների կամ քաղաքացիների աջակցության կամ աշխարհազորի մասնակցության հասնել վերջնական հաղթանակի պարզապես հնարավոր չէ եւ անգամ իրատեսական էլ չէ, անգամ այսօրվա տեխնոլոգիական պատերազմներում։ Ընդհանրացնելով ասվածը, պետք է նշել, զինված ուժեր հասկացությունը շատ ավելի լայն եւ ընդգրկուն հասկացություն է, քան բանակը, եւ դա ոչ միայն հայկական իրականության մեջ, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Շատ հաճախ պետությունները համեմատելիս համեմատում են բանակները, նկատի ունենալով զինված ուժերը, սակայն որպես մեկ պարզագույն օրինակ ընդգծենք, օրինակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը Հայաստանում եւ պետական սահմանապահ ծառայությունը Ադրբեջանում ունեն բացարձակ տարբեր ընկալումներ եւ կիրառություններ։ Հայկական եւ ադրբեջանական ըստ էության նույնանման ստորաբաժանումները ունեն տեխնիկական բացարձակ տարբեր համալրվածություն եւ հզորություն։ Եթե ընդհանրացնենք ասված միտքը, կարելի է ասել, որ փոքր ծավալներով, բայց Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ավելի մոտ է հայկական բանակի հզորության եւ տեխնիկական համալրվածության տեսականուն, քան հայկական սահմանապահ զորքերին։ Այսպիսով ամփոփելով վերոշարադրյալը կարող ենք ընդգծել, որ զինված ուժերը առավել լայն հասկացություն է, իսկ բանակը առավել փոքր կամ նեղ հասկացություն է։ Բանակը մտնում է զինված ուժերի կազմ, իսկ զինված ուժերը միայն բանակը չեն։ Բնականաբար ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ հետաքրքրական փաստ է, որը գաղտնիք չէ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը դե յուրե մաս էր կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, եւ երբ որ մենք նշում ենք, օրինակ, Արցախի Հանրապետության զինված ուժեր, ապա նկատի ունենք ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, այն զորքերը եւ ազգային անվտանգության ծառայության զորքերը։ Եթե առավել պատկերավոր ներկայացնենք բանակ եւ զինված ուժեր հասկացությունները, ապա կարող ենք ասել, բանակը մարդու օրգանիզմի սիրտն է, գուցե նաեւ բռունցքը, իսկ ամբողջական օրգանիզմը իրեն ենթակա բնացած բոլոր ցանցերով եւ միջոցներով դա արդեն համարվում է զինված ուժեր։ Որպես հետգրություն նշենք մի կարևոր փաստ։ Շատ դեպքերում, երբ որ խոսենք պետության պաշտպանության մասին, ցավոք հասարակության մի մեծ մասը դա անցալում է միայն եւ ոչ միայն բանակի, այլ ընդհանուր առմամբ զինված ուժերի պատասխանատվության խնդիր։ Բայց պետք է ընդգծել, որ պետության պաշտպանության համակարգը երբեք չի կարող ներգրավել միայն զինված ուժերի համակարգը իրեն ենթակա ստորաբաժանումներում։ Պետության պաշտպանության համակարգի մասին խոսելիս պետք է ներառվի ցանկացած քաղաքացի, ցանկացած համակարգ իրեն ենթակա ենթահամակարգերով, ցանկացած միջոց, ասել է թե օրինակ հրետանավորից մինչև հացթուղ, տրակտորիստից մինչև ինժեներական զորքեր եւ այլն։ Շատ կարևոր է, որ ընդհանուր պետական պաշտպանության համակարգում ամեն քաղաքացի իրեն համարի կարևոր եւ ընկալի իր ուրույն առանձնահատկությունը, որը բացարձակապես կարող է տարբերվել այլ քաղաքացիների պարտականություններից եւ առաքելություններից։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, կհանդիպենք եկող շաբաթ։